Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հարավ ձեզ արգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցելու եմ Լիբանանյան Զարթոն կորաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանի հետ, շնորհակալ եմ պարոն Հակոբյան մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Որտեղից միտքն առաջացավ քննարկում ունենալու ձեզ հետ, մենք զրուցում էինք եւ դուք մտահոգություն ունեիք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի արտահայտած մտքի վերաբերյալ, որտեղ իր վերջին ասուլիսում ասել էր, որ նախընտրական դաշինքների, միավորումների մասին խոսելուց ասել էր, որ միավորումներ պիտի ստեղծվեն, որոնք սիներգիա են ստեղծում, եթե գումարում ենք, ասենք 5+5 ստանում ենք 9 կամ 7, դա անիմաստ միավորում է, պետք է 5+5-ը գոնե 11 լինի, որ արդարացված լինի նման միավորումը, դուք կարծեք թե համաձայն չեք այդ մտքի հետ, ինչով է պայմանավորված, սա հատկապես ակտուալ է, որտեղ այս օրերին դուք տեսնում եք Գյումրուց հետո բավական ակտիվ քննարկումներ են քաղաքական դաշտի միավորման, չմիավորման, կոալիցիաների մասով, խնդրեմ։ Նախ ասեմ, որ ես մեծ արկանք ունիմ երկրորդ նախագահի գազམ་ակերպչական կարողություններում վրա, նաև իր հարցերուն գլոբալ մոդենալու եւ ոչ մարուկներով սպաղելու իր նկարակիրը ես արկում եմ։ Սակայն գնահատությունս այդ 5+1-ին, որ բարձապանենք երևի ունգընտիրներուն չէ, որ ինքը փոխապերական իմաստով կամ այլապանական իմաստով նկատի ուներ ոչ թե զուտ 5+5 տվապանական 11, այլ հավելյալ արժեք եթե պետք չի բերի այդ միավորումը հիմա գարե պետք է առանցին կնալ, բայց այստեղ մի բան է մոռացվում, այս հաշվարկը զուտ 4 տվապանական է, սակայն 4 տվապանական հաշվարկը կարելի է անել ամեն ինչով կոնտրոլի տակ եղող լաբորատորիայի մեջ, ուր մուգերի վրա ենք փորձարկում, ուր ջերմությունը կոնտրոլի տակ է, լույսը, մուգին հոգեբանությունը, չնախատեսված բաներ չկան։ Մարդը արածի բարակային նույնը չէ, այսինքն մանավանդ ընդրություններու կացող քաղաքացիին հոգեբանության հետ կապակցված խնդիրներ մարդ գարա մի միտքով քնի քիշերը, առավոտուն ուրիշ միտքով արթնանա, գուցե քնի պիտի չի երթա ընդրություններով, հաջորդ օրը երթա եւ իր 3 օր առաջ խոսած տեխնազույն թեմ կվերարգի, դա գախում ունի դարբեր բաները, որ հավաքական հոգեբանության հետ կապ ունի։ Եվ եթե այն դրամապանությունը նաև 4 տվապանական դրամապանությունը այն է, որ եթե առանցին կնանք ընդրություններով, յուրաքանչյուր ցուցակին մեջի մարդոց թիվը կշատնա եւ հավանականության օրենքով յուրաքանչյուրը իրեն բարեկամներով, իրեն շրջապատով, յուրաքանչյուր իր ցուցակին համար ցայն կապավի, բայց կա նաև մյուս ֆակտորը, միասնականություն ցույց տալով լուր զանգվածն է, որ գուցե միանա այդ բանին։ Ես այստեղ Լիբանանյան մի հատ օրինակ տամ։ 1970-ին Լիբանանի մեջ թուրքական տեսփանատունը թատեր բացավ Զարթոնք մեր օրաթերթին եւ Աստակ օրաթերթին դեմ։ Զարթոնք եւ Աստակը, այսինքն ռամգավարները եւ դաշնակցականները միասին կացին թադի։ Հնչագյաններն ամիացան, չնայած որ իրենց թերթին Արարատ թերթին վրա չէր դադը։ Ամբողջ համայնքը միացավ։ Խոսում ենք այդ բանուն 250,000 հաշվող համայնքի մասին։ Այդ միասնականության ոգին ամբողջ համայնքը համախմբեց թերթերուն շուրջ, պետությունը ինքը շվարեցավ, որ ինչ պիտի եւ անշուշտ դադը թերթերը շահեցան թուրքական տեսփանուտունը իր ամբողջ Լիբանանի մեջ ունեցած իր շահերով, փոխադարձ շահերով չի կարողացավ այդ թերթերը փակել եւ կամ այդ թերթերը նախենկալ։ Ասածս ինչ է։ Ասած այն է, որ այդ միասնականությունը գուցե այդ 11-ի կհասցներ։ Լավ արդյունքով ինչ եղավ, կացինք առանցին խումբերով ցուցակներով 5+5 ոչ թե 11 չարավ, 9-ալ չարավ այսօրվա։ Դե հիմա Գյումրու ընտրությունները այլ բան են ցույց տալիս։ Գյումրուի մասին ենք։ Ցույց տվեցին, որ առանձին մարդիկ գնացին
50% են ընդհանուր բանով հավաքել։ Այլ բան, որ փաստորեն քաղաքական ուժեր կան, այսինքն դեպքում մեկ ուժ կամ մեկ գործիչ, որը այլ հաշվարկներ ունի, այլ մոտեցումներ ունի։ Սա էլ կարծում գալիս է նրանից, որ ընտրողները ի սկզբանե բոլորի կոորդինատները պետք է ճշտեն։ Անգեց անգախ ընդրությունեն հետո կալիքի մի քանի սցենարները պետք է համացանեցված լինեն։ Այսինքն, երբ որ ասվում եմ, որ առանցին գնալը ավելի լավ է, այդ առանցին գնացողները, որոնք իբր թե հետո ավականում մեջ պիտի կոալիցիա գազմեն, այդ բոլոր հաշվարկները սկիզբեն եղած պիտի լավ, ոչ թե հիմա պիտի սպասենք, որ Մարդուն Գրիգորյանը ինչ պիտի որոշի, եւ ոչ թե միայն Գյումրեցին կսպասեք, որ այլ հասկասեր ամբողջ հայ ժողովուրդն է գախված այս կետին վրա, որ մի անձի այս բարակային ես չեմ գրնար հավատալ, որ մի անձի որոշում է, մի անձի կմայքեն երևութաբես ինչպես ասեմ, հիշաճարութենեն կամ թիմացինին հանդեպ ունեցած կենեն, այսինքն անձնական պատճառներով երևութաբես ամբողջ խաղապարը, ամբողջ հայրենիքի հետ գավակցված խնդիրը գանդեսեք որ զուտ անձնական նկատառումներով անգախ անգե իսկ ինչու շեշտեցի երևութաբեսը որովհետև գրնա հալալ կան անոր կուլիսներու յետև ինչ որ խնդիր հայտնի է Մարդուն Գրիգորյանը ինչ կներկայացնե հայտնի է իր հետևը ինչ կա եւ ասի լավագույն արիտն է իր հետևը կանգնող գոմին խումբին այդ խարանը կամ այդ հավաքական անպաստանությունը որ ի վերջո իրենք թեր ունեցած են ներկա իշխանության դեղ հասնելուն նաև բահում են ասծեով այսինքն եթե գարելի է ասծեով այդ հավաքական անպաստանությունը իրենց վրա են հերացնել ինչու չեն աջաբարեր այդ անելու իսկ այստեղ դարձյալ փակագիծի մեջ թե առանց փակագիծի ասեմ որ այդ դրամատուրգները որ կան ընդհանրապես մեզի կնատադելու այն իմաստով որ պետք չէ սպաղենք կամ մտածենք որ ով բերավ Նիկոլը այլ պետք է գետրոնանանք Նիկոլը հերացնելու վրա բայց այստեղ ուրիշ մի դարական դրամապանություն կա եթե այսինքն բերողը նաև կբահե իրեն չէ ուրեմն եթե մենք չհասկանանք ով է բերողը բահողին հետ չենք կրնա Այսինքն շատ լավ ես համաձայն եմ ձեզ ուրիշ օրինակով փորձենք բացատրել որ մարդասպանի հետ չի կարելի բացահայտել սպանությունը որովհետև մարդասպանը ամեն բան անելու է որ իր սպանությունը չբացահայտվի հետքերաթաքցնելու չգիտեմ ուրիշ բաներ անելու բայց այստեղ հարցը գիտեք ինչումն է անգամ փաստորեն Հայաստանի քաղաքական դաշտում անկեղծ ասեմ նաև բարոյականության ճգնաժամ կա որովհետև քաղաքական ազգային այդ բարոյական ճնշում պիտի լիներ հա մարդիկ պիտի անկարելի լիներ ինչ որ քայլեր անել ինչու որովհետև եթե հայտարարվել է որ Նիկոլ Փաշինյանը թուրքական բան է շահերը սպասարկող է եւ ԿՊ-ն թուրքական շահերը սպասարկող է ապա ես անկեղծ եմ ասում այդ պարագայում չէր կարելի անգամ դնել քննարկման Վարդան Ղուկասյանի հետ կապված ընդ որում Վարդան Ղուկասյանը ոչ սուրբ է իր անվան այդ հանցագործություններ են կապվում, ինչ որ կրակոցներ, պատմություններ, դրանց քանի տոկոսն է իրական, քանի տոկոսը իրական չի, բայց այնուամենայնիվ Վարդան Ղուկասյանը հայ է, Հայաստանցի է, այսինքն վստահաբար թուրքական շահեր չի սպասարկում, այսինքն այստեղ նաև այդ բարոյական փաստորեն ճգնաժամը կա, որ մարդիկ խնդիր չեն տեսնում դրա մեջ։ Գիտեք ինչ է, ես ինչքան ավելի շատ շփվիմ Հայաստանի մեր հայրենագիտներուն հետ, անկանի մոտ տպավորությունս գմեցնա շղթական իմաստով, որ հայրենասիրությունն ալ փողով է այստեղ, կամ սեզոնով է պետք է օդը տականա եւ այլն եւ այլն։ Եվ շատ ջղջիմ եւ կինախնդիր եւ մարուկ բաներով սպաղելը առաջնահերթ է, քան ընդհանուր գլոբալ խնդիրը տեսնելը եւ ըստ այնմ գոմնորոշվելը։ Այնտեղ են նաեւ գուկա օրինակի համար, եթե բարակարի օրինագին հետ զուգահեռ մգցենք, այնտեղի միավորումը ըստենք ինտիմատիր գոմերում միավորումը ընդեմ գետրոնացած աշխատանքին իշխանական աշխատանքին իր բդողը դվավ եւ ես գարցեմ որ այնտեղ նաեւ քվեարկեցին բոլոր անոնք որոնք միասնականության խաղապարին համար քվեարկեցին պայման չի անպայման այդ տեխնազուին քվեարկածել այս ֆակտորները պետք է նկատի առնցվի իմ համեստ կարծիքով եւ այստեղ ես մի հատ գոյութենական դիեզերական հարցում ունեմ մեր ղեկավարներուն մեր առաջնորդներուն խորհրդականները ով են եղբայր
ինչպես այս մասը իրենց իբաշտոնե չեն բացատրել։ Նրանք հիմնականում մարդիկ են, որոնք փորձում են շեֆի տրամադրությունը չգցել։ Հա, բայց Իսկ օբյեկտիվ իրականությունը հաճախ կարող է մարդու տրամադրությունը գցել։ բաց է, ադի դրամապանական է, բայց Հա։ մարդ ինչու համար առաջնորդ կլա։ Պետք է այդ մասը ինքը մեծահոգությամբ ընդունի խորհրդականին քննադատությունը կամ խորհրդականին խորհուրդը եւ այդ խորհրդականները պետք է մասնակցել լան ոչ թե հորեղբոր դղա կամ յուրային կամ եւ այլն, որովհետեւ yes man-ի այո մարդու իրավիճակ չստեղծվի եւ այսպես աշխատագիտի դրամապանությամբ ինքը որբեսի ապահով ամսում վերջը ամսավճարը ստանա եւ ընտանիքը բայ եւ այլն խորհուրդ տալու փոխարեն էլա սկսի հաստատել առաջնորդին միտքերը ադի վնաս կասնի առաջնորդին ոչ թե օգտակար կլինի։ Բան Հակոբյան, մենք գալիս ենք այստեղ նաեւ այն հարցին, որ Հայաստանում քաղաքական դաշտը, քաղաքական ինստիտուտները ձևավորված չեն, դրանք ինստիտուցիոնալ չեն, մասնավորապես կուսակցություններ, ինչու։ Նու այստեղ վատ բան պիտի ասեմ ձեր համար, առանձնացնելով դաշնակցության։ Հա, ես պիտի ասեմ, որ ինստիտուցիոնալ մոտեցում։ ոչ թե միայն ինստիտուցիոնալ է։ Ըստ ինձի հանրապետականն ալ իր հերթին, հա, ըստ ինձի միակ կուսակցությունն է կամ այն կուսակցությունն է, որում մեջ քաղաքապարախոսություն Չէ, կա։ հանրապետականը այդտեղ չեմ առանձնացնի, ինչի։ Իհարկե քաղաքական միավոր է ինստիտուտներ ունի, հանրապետականում չի կարող լինել բան, որը Սերժ Սարգսյանը չի որոշել։ Դե Դաշնակցությունում կարող է լինել բան, որը Իշխան Սաղաթելյանը չի որոշել։ հա, բայց բյուրոն է որոշել։ Բայց բյուրոն մեկ մարդ չի։ Դա առավելություն է։ Եկեք անկեղծ դաշնակցությանը բոլորից Եթե դարձել մոդենում ենք զուտ 4 տվապանությամբ, հա, բյուրոն մեկ մարդ Ընդունեք, չի։ պարոն Հակոբյան, ընդունեք առաջ անցնենք։ Լավ, ընդունեցի եւ ես կհաստատեմ, որ մնացյալ կուսակցությունները Գաղափարախոսություն չի գա, ինձ գրած է 70-80 Հացի գաղափարախոսություն, անգամ եթե ունեն հա, հիմա հանրապետականը հայտարարում է գաղափարախոսություն, բայց ով է ֆինանսավորում։ Դրա համար Ով է ֆինանսավորում հանրապետականը։ Ով է աշխատավարձեր տալի։ Ով է մյուս թիմերի աշխատավարձերը տալիս։ Աշխատավարձ տվողը թելադրումը թե ինչ պիտի անեն կուսակցություն։ Իսկ եթե կուսակցությունում կա մի հոգի փող բերող, այդ կուսակցությունում չի կարող լինել բան ժողովրդավարական կամ խորհրդականների ինստիտուտ, այդ կուսակցություններում առավելագույնը կարող է լինել շեֆի համար ուրիշներին հայոյող մարդկանց ինստիտուտ։ Եվ այդպես է։ Մեր քաղաքական ամբողջ շաշը դուք չես։ Այո, որովհետև Հայաստանում չկա նաև ազատ տնտեսություն եւ գործարարները չեն կարողանում ազատ ֆինանսավորել որևէ քաղաքական պրոյեկտի առանց քաղաքական տնտեսական հարվածներ ստանալու։ Ափսոս որ այդպես է, ոչ միայն չկա գիտակցությունն ալ չկա, եւ ես կարծեմ այս սովետեն դրամադիրություն, այսինքն սոցիալիզմեն դրամադիրություն անցնելու բանը մեկ գիշերվա մեջ եղավ։ Եվ այս մարդիկը դակավին չեն գիտեր ինչը ինչպես է եւ ինչպես կաշխատի ազատ աշխարհը կամ ինչպես կաշխատի դրամադիրական աշխարհը կամ ժողովրդավար աշխարհը։ Դե հիմա նույնը առնչվում է ԶԼՄ-ներին։ Տեսեք, մենք գոնե YouTube-ում ամսական ունենք միլիոնավոր դիտումներ։ Բայց մենք չենք կարողանում ունենք գովազդ բերել, որովհետեւ գործարարները ասում են, ես մարդիկ քննադատում են իշխանությանը, չենք ուզում մեր բիզնեսները վնաս գասնի։ Հա, չենք ուզում մեր, իսկ նայում ես իշխանության ամենավատ քայլերը արդարացող ԶԼՄ-ները լցված են գովազդներով, որովհետեւ բիզնեսը այնտեղ իրան հանգիստ ազգում, ասում է, հələ կարող է իշխանությունը մի բան լավ աչքով նայի, որ մեր այս ինչիկի կայքը լրատվականը բանը ֆինանսավորում են, ուրեմն եկեք մի քիչ հարկեր քիչ վերցնենք բան։ Սա ընդհանուր նաև տնտեսական աղճատված այլանդակ մոդելի հետևանք է, որովհետև մարդը եթե ֆինանսապես անկախ չի, ինքը չի կարող խորհուրդներ տալ, որը կարող է վնասի նաև իր հետագա աշխատավարձին։ Գիտեք ինչ է, այստեղ մի հատ ուրիշ պատուհան կբացվի, այստեղ սենդիկաներու չկոյությունը։ Երբ որ երկիրը սենդիկաներ չունի, լավագույն փոխարինողը այդ սենդիկային խոշոր բիզնեսներն են։ Իսկ եթե խոշոր բիզնեսները հայրենասիրական մոդեցումով չեն մոդենար, հոն խնդիր ունին արդեն։ Եթե աշխատավորական սենդիկամը լար սենդիկայական փունի մաստով, այսօր պետք է փողոցները ողողված լինեն աշխատավորներով։ Բայց այդ աշխատավորները այս բան դեղավորված են դարբեր բիզնեսներու, դարբեր սուպերմարկետներու, որպես աշխատագից։ Այդ մարդիկ գտնան իրավիճակ փոխել։ Բայց այդ մարդիկ ինչու նաև իրավիճակ չեն փոխում։ Ես ասեմ, բացատրությունն էլ կա դրա, որովհետև մենք քանի որ իրավական պետություն չենք,
Գործատուն կարող ասել կներեք արտադրությունը դեմ էս շո պաշոլդ քաշեցիր իմ սուպերմարկետում էլ չես աշխատում։ Դժբախտաբար Ավելին ասեմ 2020-ին մենք նաև տեսել ենք եւ նաև դրանից առաջ նախորդ իշխանությունների ժամանակ գործատուները որպես ստրուկների են վերաբերվել իրենց աշխատողներին, տարել են միտինգների, հանրավակների, երթերի իրենց քաղաքական նախասիրությունների ձելնելով։ այո, եւ ասի մեծ դժբախտություն է եւ ասի ընդհանրապես երկրի զարգացման դեմ աշխատի։ Այո։ Եվ հիմա այս ամբողջ խնդիրները ես հասկանում եմ ձեր մտահոգությունները իրականում դրանք կան, որտեվ նաև ինչ որ իմաստով նաև անլուծելի են թվում։ Որովհետև չկա իրավական համակարգ, այսինքն աշխատողը իրեն պաշտպանված չի զգում, որպեսզի ազատ լինի իր աշխատանքի մեջ, հա։ Նաև Հայաստանում աշխատանքային շուկան այնքան մեծ չի, որ մարդը մի տեղից դուրս գա գնա մի հատ ուրիշ տեղ աշխատել։ Մարդը եթե մի տեղից դուրս եկավ, կարող ամբողջ կյանքում էլ հնարավորություն չունենա աշխատելու։ Մարդը չի ստանում այնքան աշխատավարձ, որով կարող է, չգիտեմ, գոնե գումար կուտակել, որ ասի դե լավ 6 ամիս չեմ աշխատի, ուրիշ բանով կզբաղվեմ։ Հայաստանում սպանեցին գյուղատնտեսությունը, որ մարդիկ գոնե հող մշակելով իրենց կարողանան ապահովել, չնայած ես կարծում եմ այսօր կարող են, եթե մարդիկ ցանկություն ունենան, կարող են։ Չէ, այնտեղ լուրջ խնդիրներ կան, օրինակի համար համայնքաբեդարանին գոմի կամ այսպես կոչված պետության գոմի կամ իշխանության գոմի դրամատրված այդ նպաստները, որոնք քողարկված ընդրագաշարք են, ես կգարզեմ, եթե անպայման պետք է այդ դեսանգյունեմ մոդելան խնդրին եւ այդ մեկը գյուղացին չի կաչալ երեր որ երթա իր հողը մշակի այսինքն փոխանակ նվաստ տալ գումարային նվաստ տալ այս մարդոց գով դվեք սերմացու դվեք ես գիտեմ քյուրմո որ փոքր ներծում ունիմ այնտեղը մեկ փողոցին վրա երկու գոմերը կան դնամերձ տարածքներ որոնց մեջ կա նաև բնակիչներ յուրաքանչյուր դնամերձը իր յետևը ունի մի այգի որ 2000 մետր է մոտավորապես եթե 100 կամ 200 հոգինոց քյուրին մեջ եթե մեկ հոգի այգին մշակե ամբողջ քյուրը կսնվի այդ այգի ու արտադրությամբ բայց նույն այդ քյուրի մեջ ես ամեն առավոտ կտեսնեմ մեկ հատ ֆորդը եկած է փանչարեղեն գծախ այդ հողադարածքները ունեցող գիներուն ասիկա նորմալ երևույթ չէ ինքնին կարգող երկրի մեջ կամ ինչ որ զարգացման ռազմավարություն ունեցող երկրի մեջ Շատ լավ, պարոն Ակպյան, նաև ամփոփելով, դուք ընդհանուր մեկ էս քաղաքական դաշտին մեր ընդդիմության այս Գյումրի ընտրությունից հետո տպավորություն է որ դժվար էլ թե այս քաղաքական դաշտը լուծում գտնի Եթե խնդիրներ չլինեն էլ կհորինեն հենց այդ պահին Գիտեք ինչ խնդիրը մեր ասկային նկարակիրին մեջն է քիչ մնալ չեմ ուզեր ընդհանրացնել ճիշտ է որ սպյուրքնալ ունի իր անդրանապանական մոդեցումը ինչ կվերապերի հայրենասիրության ինչ կվերապերի Հայաստանին սակայն եւ ամենից խնդիրը նաեւ ժողովրդին մոտն է այսինքն գարելի չէ երգիրը փոխել երգիրը զարգացնել այս տեսակի մտածողությամբ կամ այս տեսակի մշակույթով ժողովուրդով որովհետեւ այս մարդիկը պիտի անունները այլևս կապ չունին հաջորդը պիտի ընտրեն դարձել իրենց նման մեկը եւ այսպես շարունակապար եթե մտային լուրջ փոփոխություն տեղի չունեցավ ժողովրդի մեջը այս երկրին ավական քիչ մշուշոտ է ինձ համար Ես ցավոք համաձայն եմ ձեզ հետ չեմ կարող համաձայն չլինել բայց հուսանք ինչ որ ես ավելի շատ ոչ թե ժողովրդից եմ սպասում որ լուծում գտնի ժողովուրդը նայում է ավելի շատ այն մարդկանց ովքեր որոշումներ պիտի որ կայացնեին եւ ովքեր ժողովրդի եւ պետության լավ ժամանակները վայելել են, դիզել են, կուտակել են այս ժողովրդի ու պետության հաշվին հիմա ժամանակն է գոնե այդ կուտակածի մի մասը վերադարձնել ժողովրդի կրթական մակարդակի բարձրացման նախ առաջին հերթին պետության փրկության գործի որովհետեւ եթե չլինի պետություն այդ մարդիկ հայտնվելու են երեք հիշել են այդ կերպարին մազութ համոյի վիճակին կուտակելով այդ լույս ընկերության հաշվին մազութ ծախելու հաշվին բավական մեծ գումարներ վերջում խաչվելու են Հայաստանի դարպասներին Ափսոս է երգիրը ափսոս է նույնը կվերապեր ես որպես միան քննադատությունը մեր հայրենապանակ
ասկագիցներուն չլա սպիրկն ալ նույն տեսակի մոդեցում ունի դարբեր տեսանկյուն է սպիրկի հայրենասիրությունն ալ լոզունկային է բաժակաջարային է ինչ գիտնա մի քանի գոբեկ ուղարկելով է խղճի հանգստության համար կորզնական հայրենասիրություն կամ իրական հայրենասիրություն ես չեմ տեսներ եւ այս կորզոնին բացակայության մենք լուրջ դժվարություններով աճով կգնանք գտնել այլևս Հուսանք կփոխվի իրավիճակը։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան, միշտ հետաքրքիր է ձեզ հետ զրուցելը, ես նաև լավ զգացի, որ ձեր մտահոգությունները բարձրաձայնեցինք, հուսանք նաև այն հասցեներին, որոնք ուղղված էին, կլսեն ձեր մտահոգությունները։ գներեք Բորիս մենք կխոսեինք ինտիմատիր ցուցակներու միացումի մասին բայց ավելի բարձր օրինակ ալ չունին այս մարտիկը երեք նախագահներն ալ չմիավորվեցան երբ որ պետք էր իրենց միավորումը երբ որ Գաթողիկոսը իր գշիրը տնելով փորձեց այս մարտոց հավաքել կնշանակե որ անձնական հարցերը այս մարտոց վրա կերագշրեն հայրենասիրական հարցերով Շնորհակալ եմ, ես շեշտում զրուցում եմ Սևակ Հակոբյանի հետ, ստեսություն կհանդիպենք